Հիմա ես ողջունում եմ Տրդատ Դոնեկյանին եւ ուշադիր լսում եմ թե ովքեր են օծյալները, խնդրեմ։ Նայեք, օծյալ բառը իհարկե առաջացել է քրիստոնեության մեջ, որպես Քրիստոսի տիտղոս, որ սպասում են օծյալին, դե եբրայերեն դա մաշա կամ որ տենց հետո որ մի քիչ թարգմանում ենք Մեսիան, հունարեն Քրիստոսը։ Ինչ է օծյալը, դե օծումը մենք հասկանում ենք հայերեն եթե ուղղակի բառին թարգմանություն անենք, դա մերանով մարդուն օծում են յուղա, որը օծման ծիսակատարություն։ Ինչպես արքաներին էին օծում, արքաներն են օծյալներ։ Դրա համար գերետ լույսապայծառություն են ասում արքաներին։ Գերազանցություն եւ այլն, տենց էլ օծում են եպիսկոպոսներին, եւ այդ տիտղոսը տալիս կամ քահանաներին են օծում, տարբեր տենց ոսմած կան, նաեւ օծում են, ասենք թե կնքվելուց էլ են օծում։ Հիմա այդ ինչա օծելու process-ը, որ այդ հասկանանք, նու ասում են Քրիստոսին դա օծվեց, Սուրբ Հոգով օծվեց, բայց նայենք որ Սուրբ Հոգին ոչ մի յուղ չի քսել, այդ հասկացողությունը յուղի քսելու չկա էլի, Այդտեղ աղավնին ինչա Հովանես Մկրտիչը որ մկրտում էր, այդ մկրտման process-ն է, բայց օծյալը այդ մկրտման process չի էլի, օծումը դա մի քիչ ավելի ուրիշ process է գնում։ Մենք անցյալ անգամ ես որ Քրիստոսի մասին խոսում ենք, նո բարականոն ավետարաններով, որ մոտեցում կամ տարբեր ոչ կանոնավոր քրիստոնեության մոտեցումով, այլ ասենք ուրիշ տվյալներից, մենք ասում ենք, որ կար առաջ հասկացություն Քրիստոս, հետո ինքը ոնց որ աշակերտն էր, պետք է փորձություններ անցներ, որ Քրիստոս դառնալ, օծյալ դառնար։ Այստեղ նրա մասին է խոսքում, որտեղ աշակերտ ուսուցիչ հարաբերություններն են, որտեղ ուսուցիչը արդեն աստվածային մարդ է, այսինքն ինքը Աստված է դառել, աստվածային մարդ, որ աշակերտը երբ որ պատրաստ է այդ ծիսակատարության, վերջնական ծիսակատարության, որ ինքն էլ վերջին քայլը անի, դառնա աստվածամարդ, այդտեղ օծման process-ն է դնում եւ ինքը Քրիստոսը դառնում։ Քրիստոս նաեւ որ թարգմանենք օծյալը բացի դա նշվում է փրկիչ, փրկիչ ինչ է, որ փրկին մարդկանց մեղքերից, տառապանքներից, այս աշխարհի բոլոր անկումային երևույթներից, որպեսզի փրկի, որ մարդը ցածր աշխարհներ չընկնի, դժոխքներ եւ հուսահատության, անհուսության եւ այլն տենց երևույթների մեջ չընկնի, վախերի, տագնապների մեջ չընկնի, ոգին ոգեշնչվի եւ ինքը բարձրանա վերև, սիմվոլիկ վերև անում, ոչ թե ֆիզիկական վերև ասելով։ Հիմա օծման process-ը նայեք դա նախապատրաստական process պետք է գնա, այսինքն պետք է օծողը ինքը լինի, նո հիմա կնքելու մասին չեմ ասում, այլ օծման process-ի ժամանակ ինքը օծողը լինի արդեն աստվածային մարդ, այսինքն մարդ Աստված։ Ինչ է դա մարդ Աստված հասկացողությունը, որ մենք հասկանանք։ Մարդ Աստված հասկացողությունը ընդհանուր ես բոլոր ընդհանուր հոգևոր աշխարհի բոլոր կրոնների ուսմունքների մասին եմ ասում, ոչ թե քրիստոնեության տեսանկյունից էլի, որտեղ բոլոր տեղ այդ օծման process-ը կայել մենակ քրիստոնեության մեջ չի, ես համընդհանուր եմ դա ներկայացնում։ Մարդ Աստված ասելով մենք ունենք էներգետիկ կենտրոններ, դրանք տարբեր 7 գլխավոր, 49 երկրորդական եւ այտենց եթե ավելի շատ լայնացնենք 108 823,543 հատ մենք էներգետիկ կենտրոններ ունենք, մարդ Աստված ասելով, երբ որ այդ բոլոր կենտրոնները էներգետիկ ակտիվանում են, բացվում են բառասանություն եւ ինքը արդեն ոնց որ քվանտային ֆիզիկայում կա մաստիկ եւ ալիք կամ էներգիա ընկալումը, նաեւ դիտորդիկ տեսանկյունից ինքը մաստիկա կամ էներգիա ստեղել մարդ Աստված, որ մենք ասում ենք, դա
երբ որ իր բոլոր էներգետիկ կենտրոնները ակտիվանում են ու այն դիտորդի ընկալումով իր այդ դիտորդի կենը ինքը արդեն մարդկային ֆորմա ունի, բայց ինքը արդեն էներգիա լրիվ, ինքը արդեն ամբողջությամբ արդեն մարդկային ուղղակի ընդհանուր ֆորման է մնացել, իր ներքին բոլոր բաները արդեն էներգիայի եւ համահունչ նոտեն բառ օգտագործենք աստվածայինի հետ է դարել, այսինքն տարբերություն մարդու աստծու տենց չի լինում, նո այդ մակարդակում, երբ որ բոլոր այդ կենտրոնները բոցավարվում են, այդ բառը օգտագործեն, բարվում են, դրանք իմաստություններ են տարբեր, ամեն մի կենտրոնը, այսինքն 7 գլխավոր իմաստություններ կան 49 երկրորդական եւ 823543 երրորդական, բայց այդ բոլորի բոցավարումը մարդը արդեն էներգետիկ մի էակ է դառնում, որը աստվածային էակ է, մենք անվանվում ենք։ Իսկ ինքը ոնց է դառնում, դա ոնց որ ինքը տարբեր աշակերտ ուսուցչի միջոցով աշակերտը տենց տարբեր փորձություններ անցնելով, իմաստանալով վերջին ոնց որ ասած գիծը, որ անցնում է մարդու դեպի դե ուսուցչի այդ վերջին օրհնությունն է, վերջին ծիսակատարությունն է, որը օծման process ենք մենք անվանում։ Այդ վերջին օծման process-ում միայն կարա աստվածային մարդը դա իրականացնել, այսինքն մարդու միջոցով դա կարա լինի, ոչ թե օդից ինչ-որ բան, մենակ այն էակը կարանի, որ աստվածային է ինքն էլ։ Ու ինքը այդ օծման ժամանակ թե թագավորին, որը օծյալ են ասում, թե ասենք բարձր տիտղոսի եպիսկոպոս կամ ավելի բարձր տիտղոսներին, որ հասնում են տարբեր կրոններից էլի այդ բան ասենք։ Այդ ժամանակ մենք ասել ենք, որ մեր գլխում գլխավոր կենտրոններն են հոգևոր, ամենագլխավոր կենտրոնները դա էս բոլոր կենտրոնները շատ կարևոր են մեր էներգետիկ, բայց դե սրտի կենտրոն կա, կոկորդի, երրորդ աչքի եւ գլխի։ Հիմա այս կենտրոնները ակտիվացվում են այդ վերջին օծման ժամանակ եւ ամենակարևորը էս գլխի կենտրոնները, որ մենակ կարա աստվածային էակը դա ակտիվացնի, ինքը ինքնուրույն մարդը դա բացարձակ չի կարա անի։ Դա ես հիմա քեզ ընդհատեմ հիշի ուր էիր հասել, ուրեմն մեր ժամանակակից պատմաբաններից մեկի մոտ եմ կարդացել, ինքը ասում էր հնում, երբ որ թագավոր արքաներին արքա էին դարձնում, մանուկ ժամանակից վերցնում էին ընտանիքից գնում էր տաճար, եւ քանի որ ինքը այն ժամանակ համարվում էր այդ պետությունը արքայի սեփականությունն է, քանի որ այսպես ասած իր նիզակով է պաշտպանվում, իր զորքն է բերել, իրեն էր իր մոտից այդպես դաստիարակությամբ հանում էին սեփականազգացողությունը, որ հետո վաղը չասի սա իմը, որ այդ որ դառնա արքա, արդեն բոլորը իրեն հավասար լինեն։ Եվ ինքը ասում էր, այնտեղ տարբեր փուլեր են եղել, նախավերջինը, երբ որ անցնում էր արքայազնը, արդեն ինքը այսպես դառնում է ժողովրդի հայր եւ օրինակ ասում են Տիգրան հայ, ինքը արդեն համարվում էր հայրենիքի հայր, իսկ դրանից վերև ասում էր աստվածայինն էր։ Այս դա իսկ ինչ էր այդտեղ չգիտեմ, գուցե քո ասածն էր, որ քրմերը հատուկ ձևերով իր հետ աշխատեին, քո ասած ինչ որ բաներ բացեին, որ դառնար արդեն ոչ սովորական մարդ, աստվածային, որ այս ժողովրդին էլ սիրեր, որպես ասենք իր զավակն է։ Բացի այդ օրինակ Տիգրան մեծի մասին, որ մենք պատմություն գիտենք, նայեք միշտ տեխնացուները մի քանիսն են ելնում, էլ տենց մի հատից չեն ընտրում։ Մի քանիսը ով որ տենց այդ փորձություններով անցնելով, աշակերտ լինելով քրմերի, բայց քուրմն էլ պետք է աստվածային լինի։ Այսինքն նույնիսկ քուրմ ոչումը, նայեք մարդիկ հիմա ամենից շատ աղավաղել են ամեն ինչում, էլի, պետք է մարմնով, խոսքով, մտքով, հոգով Համայա քո ասած կիս աստվածային լինի։ Բարոյական շատ բարձր նորմեր ունենա ու իր բարձրագույն այդ քուրն էլ, որը օծման process-ն է վերջին անում, ինքը պետք է նայեք մենք որտեղ այդ քուրմը ասածը շատ ենք աղավաղվել, հիմա մարդիկ շատ ցածր բարոյական սկզբունքներ Մի քիչ դժվար է իրանց ընկալելը, դա էլ ասեմ։ Ես որ ուսումնասիրում եմ, թե իրանք ինչ հատկանիշներ են ունեցել, երբ որ կարող են մի քանի քուրմ հավաքվել միտեղ եւ բազմությունը առանց խոսքի ինչ որ հմայի վեր ենթարկվեր, այսպես մի ոչ մարդկային հատկանիշներ են ունեցել, գերբնական այսպես։ Հա, դե նույն օրինակ գերմարտկային եպիսկոպոսներին գերշնոր
դիտխոսն են գերաշնոր դիտխոսն են տալիս հենց այդ քուրմերի շնորհնա որ իրանք գերաշնոր հնարավորություններ ունեն նո իսկական դիտխոսների մասին ենք խոսում ոչ թե բան հիմա թե արքաներին թե երկրեկավարներին թե ինչ որ եկեղեցական դիտխոսները բոլորը ձևական բնույթ է կրում այն ձևով չի որ պետք է ինքը ոնց որ Աստծո օրհնյալը լինի Աստծո ընտրյալը լինեն ու իրանք հասնեն դրան էլի աստվածայինին այսինքն առաջ դա արել են տարբեր ուսմունքներում տարբեր երկրներում էլի հետո աղավաղվել է այդ process-ը մնացել է ուղղակի արտաքին ես կարծեմ ուղարկել եմ իմ Տիգրան վերադարձկան Տիգրան մեծի այդ առաջի գլուխները երբ որ ինձ հուշվեց ես ուզում եի իմանալ այդ մարդուն այդ էներգիան որտեղից որ կարողացավ ինչ որ բան անի որի մի 3 միլիոնով չեն կարողանում եւ ինձ հուշեցին որ ինչ որ սրբազան ճանապարհորդություն այդ ամեն ինչ դրվագներով ես տեսա նկարագրեցի գրքում որ հատարակեց հետո իտալացի մի փիլիսոփայի մոտ տեսա բառ նկարագրել էր մարդը որ պիտի փորձություններ անցի չանցավ չի դառնա թակավոր հասկանում եք հետ կդառնա ասեք ասես տեխնացիոնից բարդ ինչ որ բաներ էր պիտի անցնել մենակ արյան ժառանգությունը քիչ էր էլի ու ես ապշեցի որ ինձ որ հուշել էին ամբողջությամբ ինչ որ կար գրականության մեջ էլի առանց կարդալու ես դա գրացել հիմա մեկ ուրիշ կարող ասի գրագողություն է սարը շարունակեք հիմա թակավորների ժամանակ պետք է գլխի կենտրոնները գլխավոր 12 հատ են որոնք բոցավառվում են ու մի փոքր ավելի մաքուր մարդիկ լուսավոր մարդիկ կարում են տեսնել թագի պես գլխին սենց պսակ թագի պես ու հետո դա որ տեսել են հետո որ արդեն ձևն է մնացել արհեստական ոսկուց քեզ խանգարելու եմ Ալեքսանդր Մակեդոնացի վեպը որ գրում էի թե էլի ես դա ինչ որ մի ձև գալիս էր ինձ էլի Ալեքսանդրը ինչ որ հավաքում է ինչ որ մարդկանց հետ խոսում է ոչ մակեդոնացիներ կարծեմ Պարսկաստանը եկավ ես մարդիկ այլայլվում են մի տեսակ գնում եւ հետո հարցնում է այդ Հեփեստյանին ինչ է այդ մարդկանց հետ ասում է իրեն քո գլխի մոտ բան տեսան այդ օղակը տեսան հասկանում ես այնպես որ դա ռեալ է էլի մենք մտածում ենք որ նո դա ինչ որ սրբության աշճան է դա պետք է հասկանանք այդ աստվածա մարդը գերագույն սրբության աշճան է բայց այդ կարա թակավորն է դա աշճան դարձնի ռազմիկն էլ դառնա այսինքն մենակ դա վանականը դա աշճանի չի դառնում այսինքն տարբեր աշխարհիկ գործունեության մեջ էակն էլ կարա այդ աշճանին հասնի դա հասանելի է ու թակավորը որ տրվում ասենք օծյալա որ դառնում չէ օծում են թակավորին ինքը այդ երկրի փրկիչը պետք է դառնա այդ երկրի ցանկացած մարդու եւ նույնիսկ կենթանու տեղ ապրող նույնիսկ բնության երևույթների ցածր անկումներին նույնիսկ երաշտները ես մենք խոսել ենք չէ երաշտներ ասենք ջրհեղեղներ երկրաշարժեր պետք է ինքը կանխի որտեվ ինքը աստծուց տված օծյալն արդեն իր էներգիայի ինքը ունի եւ այդ իշխանություն ունի տարերքների նկատմամբ իշխանությունի մարդու էմոցիաների ու մտքերի նկատմամբ եւ հոգիների նկատմամբ ինքը դեպի վեհ ուղով պետք է ուղղորդի ես հիմա այս վերջի անգամ քեզ ընդհատեմ շատ կարճ ինչքան ես եմ ուսումնասիրել Հիտլերը մոտավորապես այդ կա ինքը դեպքում այդ այդ հատկանիշները ունի ամենայն դեպս բայց անցնենք առաջ ինքը էլ ինչ որ տես բաներ անցել էր գերմարտկային հատկություններ ձեռք էր բերել էլ վստահ էր որ սառամանեկի դեմ կարա պայքարի այդ աստիճանի վկայությունը ես հանդիպել եմ բայց անցնենք առաջ ասինքն դա ուտոպիա չի որ մարդը կարող է դա անել էլի դե նայեք ուտոպիա չի որ Տիգրան մեծը ինչ որ փոքր Հայաստանից հսկայական Հայաստան ստեղծեց ընչեր որ տենց հայերը միլիարդավոր շատացան չինացիներ դառնացան ու մեծ զորք ինքը հավաքեց դա ինքը իր գեր շնորհների հիման վրա էր որ դա իրականացեց մակեդոնացին էլ մենք գիտենք որ փոքր զորքով է չէ գնացել դաժե Դարիայի դեմ որ պայքարել իր զորքը բավականին քիչ էր քան Դարիայի զորքը ու այդ պայքարներում ինքը փոքր զորքերով է որտեվ այդքան կոմունիկացիաներ այդքան զորքի շարժել մինչև Հնդկաստան անհնար է որտեվ պետք է այդքան սնունդ եւ այլն պետք է բավարարի տենց հեշտ չի առանց վեին ուժերի միջամտության դա հնարավոր չի այդ ուզում ասեմ հիմա տեխնիկան չեն կարում այդ մարտակարարումը անել այն ժամանակ պատկերացրեք տարիներ է պետք մինչև ասենք Հունաստանից ինչ-որ բան հասցնեին այնտեղ անասունների հետ էլի այտենց չէր ինքը ինչ քիչ զորքերով են եղել այդ հնարավորությունները
Մայլի այդ գնանք այդ օծալին կամ վեհապար այդ կոչումները, նայեք դրանք ոնց որ ինչ որ տիտղոսներ չեն բառային, որ մենք արհեստական օգտվում։ Դա ոնց որ այդ էներգետիկ տարբեր մակարդակի հասած էակների տիտղոսներ, այսինքն սրբության, որ մենք ասում ենք մասած, կամ ինչ որ տեսակի տարերքներին, էմոցիաներին, մտքերին, էակներին նուրբ պլանի, որոնց կարող են իշխել, դրանց տիտղոսներն են։ Դա կարելի համ լավ, համ էլ վատ էլ։ Այսինքն սև ուժերն էլ տենց տիտղոսներ ունեն, ասենք Հիտլերը այդքան բարի գործեր չի արել։ Դա ուզում ասեմ, նաև լուսավոր ուժերն են, որ կարան բարի նպատակներում դա իրագործեն, վեհ մարդկությանը շատ առաքինի երևույթների բերեն, ասենք մենք որ մտածում ենք Չինգիզ խանը ված երևույթն է բերել, բայց Չինգիզ խանի տարածքում ոչ մի գողություն, ոչ մի պատերազմ չէր ելնում։ Այդ տարածքները որ գրավել էր, մարդկից շատ հավասարը ապրում էին, արդար էին ապրում։ Անկամ կրոնների սահմանափակում չի արել։ Բացարձակ չի եղել, այսինքն չի բռնություն արել ոչ մի կրոնի նկատմամբ ու ոչ մի գողություն, ոչ մի տեղ չեն արել, որ ասենք միշտ ավազակություն, բան այդ հսկայական տարածություններում հանգիստ կարում էին առևտրականները գնալ գալ ու ոչ մի միշտ հարցակումների մեջ են եղել, չէ՞, գայթակղություն։ Այսինքն կարելցել է բավականին վերափոխումներ անել, որ մարդկանց համար շատ բարիք է էլի բերել։ Ուղղակի պետք է ոնց որ դրա բարիքը մեկ բռնության ձևով է գալիս, բայց տենց էլ կա, որտեղ մենակ բարիքը բարի ձևով չի լինում, շատ մենք էլ ժամանակից աշխարհը որ նայենք, կտեսնենք, որ շատ բաներ պետք է մի քիչ ուժի կիրառմամբ իրականացվի։ Հիմա այդ օծման process-ը ինքը այդ տեխնացում երկար ժամանակ պատրաստվում է, ինքը տարիներով է պատրաստվում ու այդ տեխնացումներից կարող է չհայտնվի ոչ մի հատ օծյալը, դա չանցն են քննություն։ Ոչ մեկը, այնուելի պետք է բանանան, բայց երբ որ ձգտումներ կան ու համապատասխան քրմեր կամ վանականներ իրանց փորձում են ուղղորդել ու որ բերեն այդ մակարդակին, որ իրանք դառնան։ Նույնիսկ ուզում եմ ասեմ, որ ասենք Տիբեթում որ վերցնենք, հիմա կարող չէ տեխնացուներ, ասենք ինչ որ տիտղոսի, ասենք թեկուզ Դալայլաման կամ ինչ որ էլի տարբեր դպրոցներում տարբեր կարմապայի, իրանք շատ են լինում։ Թվում է թե հոգին են գտնում, բայց շատ են գտնում։ Այդ տեխնացուներից սկսում են պատրաստել ու մեկն է հասնում այդ դրան։ Միշտ էլ տեխնացուները շատ են լինում, արդյոք ուղղակի մի քիչ չեն, չգիտեն այդ մեկի մասին գիտեն։ Նույնիսկ ասենք որ հիմա տեզերք են թռնում առաջի տեզերանավ թռչողը, մենակ Գագարինը չի եղել։ Շատ տեխնացուներ են եղել, շատերը զոհվել են, փորձել են, այդ ամենաբարեհաճողը Իրանն է եղել, բայց տեխնացուները շատ են եղել, դրա համար բան դներ որ մենակ մի հոգի է, տենց չի, հենց սկզբանի ընտրյալը։ Իսկ դա ոնց է լինում, ինքը իմաստության աստիճանի պետք է իրանք ոնց որ իմաստացնում են, իմաստացնելու ընթացքում մեր այդ էներգետիկ կենտրոնները բացվում են, նայեք ինտելեկտուալ փորձություններով դա չի լինի, մենակ ինտելեկտը քիչ է, ինտելեկտի բավականին զարգացումը տանում, այսինքն հիմա ասենք կարան Գարվարդ ընդունում են, դա ինտելեկտը զարգանա բավականին։ Կարթան, դասախոսություն, ու եթե ընդունակություններ ունեն, բոլորն էլ չէ որ ընդունում են բան չկա, պետք է ընդունակություն ունեն, ջանք ունեն, բայց տեղը իրանց հոգևոր մղումները պետք է ունենան, այսինքն իսկ այդ հոգևոր մղումները պետք է բարեապես իրանց կրթում են, որ բայական բարձր նորմերի մեջ լինեն։ Եթե իրանք բայական բարձր նորմերի մեջ չեն կարա լինեն, ոչ քուր կարան լինեն, ոչ վանական լինեն եւ բան։ Նո ես այդ ասում եմ, որ պիտի ոնց ասվածային տրված է, ոնց հիմա կա, ոչ էլ թակավոր լինեն, գլխավոր կամ էլ այդ վեզիրները լինեն, դրանք անհնար է լինել։ Ու այդ օծյալը նայեք մենք նա sense հումորային մուլտիկ կա, որը Օմար Խայամի պատմություններից են վերցրել, որտեղ Ֆրունզիկի ձայնով խոսում է, մի հատ վեզիրը գալիս է, ու ինչ որ ասում է, ինչի ինձ չես ծնկի գալիս, իմ դեմ, դե ասում է, ես ոչինչ եմ, ինչ ծնկի գամ, ասում է, այս վեզիրին ասում է, քեզնից վերևով է, ասում է, գլխավոր մինիստրն է, ինձնից վերև, ասում է, քեզնից գլխավոր վեզիրն է, դրանց վերևով նա սուլթանն է, ասում է դրանց վերևով է, Աստված, ասում է դրանց վերևով ով է, ոչինչ է, ոչինչ չկա, ասում է ես այդ ոչինչն եմ։ Հիմա այդ
ոչինչ որ ասելով մենք հասկանանք, որ ինքը այդ էգոիզմի բոլոր երևույթները հաղթահարել է։ Դրա համար ոչինչ է այդ բառը օգտագործում, որ ինքը նույնացել է Աստծո հետ։ Քանի դեռ կա էգոիզմը, ինքը չի կարա նույնանա։ Քանի կա էգոիզմը, ինքը իմաստության աստիճանների չի կարա հասնի բարձր, քանի որ իր էգոն ձգտում է ցածր մարդկային որակների մեջ, պետք է ինքը դրանք կարանա հաղթահարի, ու դրա համար այդ հաղթահարման process-ում երկար տանջալից աշխատանք են արել, թե թագավորները, թե վանականները, որ ձգտել են, իրանց ամեն մեկին դա տրված չէր, շատ քիչ շատ տեխնացուներից քչերն են դրան հասել ու կարան չհասնել են, ու վերջում այդ ոնց որ այդ երույթը կատարվել է ոչնչացել նրա համար, որտեղ եղել է ժամանակ, որ ոչ մեկ չի հասել, ու հետո չի եղել, որ մեկը կարանա ուծվի։ Դա աշակերտ ուսուցիչ հարաբերություններն է հոգևոր կյանքում, եթե աշակերտը չի կարող ուսուցիչ դառնալ, այլ կտրվում է, այլ ոչ մեկ չի կարա այդ օծման process-ը անի, այսինքն ուսուցիչը միշտ օծյալ է ինքը, այսինքն ուսուցիչը ոչ թե մեծ բառով ուսուցիչը, դա աստվածային մարդ է ինքը միշտ լինում, այսինքն ինքը սովորական մարդ չի, ինքը կարող է տիտղոսներ չունենա, բայց եթե հոգևորական ունի տիտղոս, եթե ինչ-որ ինքը ունի կառավարության մեջ թագավոր լինի կամ երկրի ղեկավար կամ ինչ-որ առաջնորդ, այդ առաջնորդի սկզբունքները շատ կարևոր սկզբունքներ են, օրինակի համար այդ հրայրը որ ասում Ագնի յոգայում հատուկ տենց մի հատ փոքր գիրք կա, որ ովքեր կարան լինեն առաջնորդի որակները ու ոնց ինքը դրան գնա, բայց այդ առաջնորդի որակները ունենալը դեռ քիչ է, այդ որակները ունենալու համար նաև պետք է օծյալ դառնա, իսկ օծյալու համար դա պետք է ինքը քվանտային թռիչք անի հիմա ժամանակի, այսինքն մարդ որակից ոգեղեն զարգացում ունենա, որտեղ մարդկային փորձությունները ոչ մեկ չի կարա դիմանա, այսինքն հիմա մենք երկում ենք երկրի ղեկավար, չէ, երկրի ղեկավարը ցանկացած մարդ ինչքան էլ լավ մարդ լինի, լավ ինտելեկտել ունենա, ինքը այդ շատ փորձություններ կան, շատ գայթակղություններ կան, ինքը այդ գայթակղությունների փորձություններին չի դիմանում, ով էլ նստում է, տենց մի հատ մուլտիկ էլ կա, գնում են դևին հաղթելու, որ գալիս է դևին հաղթում է, ինքն է այդ դևը դառնում, այսինքն երբ որ այդ աթոռին նստում են, իրանք այդ գայթակղություններին, այդ փորձություններին չեն դիմանում, որտեղ իրանք այդ մասսայի այդ երկրի դե մտքեր, էմոցիաներ ու հանգամանքները կատարյալ չեն, նու շատ ցածրել են նաև, ինքը չի կարող դրանց հաղթարի ուղղորդի, ոչ թե ինքը դրանց տակ ընկնի, այլ իրանց ուղղորդի ավելի վեհեն, որ նու առաջնորդները եղել են, որ դա արել են, այսինքն հասանել է ու նույնիսկ ոչ վանական, նու ասենք Տիգրան Մեծ կամ կարանք ասենք Պապ Թագավոր, կարանք նաև Ալեքսանդր եւ այլն, ասենք նույնիսկ Չինգիզ Խանը, որոնք կարացել են շատ ցածր իրանց տիտղոսից լինելով, ստրուկ լինելով, նույնիսկ Չինգիզ Խանը ստրուկ է անգել միտեղ, որտեղ ուզեցել փախնելով, հաղթահարելով այդ process-ները դարձել այդ բարձր տիտղոսին, բայց ինքն էլ է օծվել, ինքը վանականների մոտ օծվել է, իհարկե ինքը լինելով նույնիսկ ուրիշ կրոնի մեջ, ասենք իր դասատուն, ասենք դաոսիստ է եղել եւ մի հատ բուդդիստ է եղել, այսինքն բացարձակ ինքը այդ կրոնի մեջ չէր, բայց ինքը դրա նշանակությունը հասկացել է օծյալ լինելու, որտեղ այդ արդեն այդ օծյալ քուրմը ինքը կրոններից դուրս է, այսինքն ով որ օծում է, ասենք թե հիմա որ մի վեհապար բառնենք, ինքը կրոնից դուրս է գալիս, ինքը արդեն այդ երկրի փրկիչն է դառնում, էլի, այսինքն ինքը կրոնական այդ սահմանափակումներից տեղել սահմանափակումներ կան, ինքը ասենք սրբության այդ բարձրագույն աստիճանը, որտեղ Օմար Խայամյանի այդ մուլտիկը որ բերում է ոչինչ է, ինքը ոչինչ է դառնում, ինքը բոլոր սահմանափակումներից այդ մարդկային դուրս է գալիս, միայն այդ ժամանակ ինքը կարա փրկի մյուսներին ուղղորդի դեպի վեհեն, Քրիստոսն էլ
որ 5 կտակարանի հետ միացրել են, ինքը կապ չունի դրա հետ, էլի, ինքը ազատվել է այդ բոլոր սահմանափակումներից, դրա համար նույնիսկ հերաները իրան չէին ուզում ընդունել, ու վերջում խաչեցին էլ ֆիզիկապես, բայց ինքը դե ասեցինք ինչի խաչեցին, ինքը նաև Աստծո օրհնյալ է, մենք նաև ասենք, որ Աստծո պաշտպանության մեջ է գտնում էներգետիկ շատ ուժեղ, դրա համար ոչ մեկ չի կարող վնասի, երբ որ նաև sense երևույթ կա, եթե օծյալին մենք մտքով կամ էմոցիոնալ ֆիզիկապես վնասում ենք, այդ ամենամեծ մեր վատ կարման ենք մեր վրա վերցնում, այսինքն օծյալին վնասելը, թե մեր մտքերով, թե էմոցիաներով, թե գործողություններով մեզ ամենավատ ճակատագիրն ենք բերում, որովհետև դա ամենավատագույն ոմանք լսեն դա, ինչ որ ասում ես։ Հա, դա պետք է հասկանանք, որ նույնիսկ բերում է, որ ցանկացած սրբին վատ մտածելը, օրհնյալին վատ մտածելը իր մասին, նույնիսկ մտքով մտածելը, դա շատ ծայրագույն անկում է, որը ինքը կյանքից կյանք կարող է չկարանա մաքրի այդ բանից։ Նույնիսկ կարա ժողովուրդներ անկումա մեջ ընկնեն, եթե այդ օծյալին իրանք վնաս են տալիս, ու իրանք դրա տակից դուրս չգան, էլի, երբեք կարող է դուրս չգան, կամ էլ շատ հազարամյակներ է պետք, որ կորցնեն, օրինակ հրեաները, որ Քրիստոսին խաչեցին, իրանք պետությունը կորցրեցին 2000 տարի։ Կրեցին բավական ու կրում են հիմա, տենց չմտածենք, որ շատ լավ են ապրում, այնտեղ էլ է պատերազմ մշտական, հիմա թվաց թե խաղաղություն կնքեցին, բայց մի քիչ կնքում են, հետո էլի մի բան էլ լինում է։ Իրանց մեջ էլ ես այսօր մի նյութ էի նայում, շատ չխորանանք, ասում էր տարբեր շերտեր կան, համարյա քաղաքացիական պատերազմի մակարդակի լարվածություն կա։ Աշքենազի, Սեֆարդի են մյուսների միջև ինչ որ, բայց չխորանանք այդ թեմայի մեջ, ասենք։ Հա, բազմաթիվ ուղղություններ իրանց կրոնական կա։ Լարվածությունը համարյա քաղաքացիական պատերազմի աստիճան։ Որտե մեկը մյուսին ճնշում է, շատ տենց ոնց որ իրան դասեր կան, իրանց ասենք քրմական դասեր, ու իրանց բանով ու մեկը իրանք հավերում են, թե իրանք ավելի բարձրալ են, մյուսները ավելի ցածրալ են, ոնց որ իրանց ազգը ընկալում է, որ բոլոր ազգերը իրանց ենթակա են, տենց էլ իրանց մեջ էլ կա տարբերություն, դրա համար պայքար է գնում շատ ուժեղ։ Ու նաև այդ պայքարի, նայեք ուզում ենք ասենք այդ պայքարի մասին, նաև ինքնամաքրում ազգի գնում, օրինակ Մովսեսը որ եկավ, տեն շատ խառնուրդներ կային, մաքրեցին նույն բանը ֆաշիզմը ինչի ասում Սրով ոչնչացրին, մի քանի հազար նույնիսկ ֆաշիզմը, որ ասում են հրեաներին ոչնչացրել են, այդ հրեաներն են դա որոշել, որ դա անեն, որտեղ իրանք որոշել են, որ խառնուրդ հրեաներին բոլոր ոչնչացնել է պետք։ Ես էլ եմ նման վերսային դիպել, չգիտեմ։ Ինձ հրեաներն են ասել, ես լուրջ ասում, ես հրեա լիքը մարդկանց հետ շփվում եմ, ինձ հրեաներն են այդ ասել, ոչ թե ես ինչ որ ուրիշ ազգեր են ասում, հրեաներ ասում են, դա հրեաներն են ստեղծել, որ մաքրեն հրեական արյունը։ Դա կոչվում է չորացած ճյուղերի հատում, բայց օծյալից խոսանք հետաքրքիր էր, եթե մարդը ուծված է եւ դուք իր դեմ գնում եք ինչ որ նեղ նյութական, ինչ որ նպատակներով ծանր կարմա եք վաստակում։ Ծանր, թեկուզ մտքերով է մարդիկ։ Հիմա այդ process-ը գնում է, ես դրա համար եմ ասում, որոշ մարդիկ իմանան, որ այդ ինչ որ անում են ծանր հետևանքներ է ունենալու։ Քեր ծանր։ Դե մենք պետք է հասկանանք, որ այդ սուրբ մարդու նկատմամբ վատ ոտնձգությունները մտքային, էմոցիոնալ, ֆիզիկական մեզ շատ անկումի տանելու, դրա համար նույն այդ թելը ճիշտ որոշենք էլ, ոչ թե ընկնենք ամբողջը մի բան ասում է ու դրա հետևից օրագոլով գնանք, բան, ասենք մենք անցյալ հաղորդում արեցինք, ինձ քննադատություն, նույնիսկ դե քննադատությունը նորմալ բան է, բայց քննադատություն չէ, հայհոյանքներ եւ այլն հասարակական բանով, ասենք Facebook-ով կամ մեկին ես եմ հանդիպել, տիպ մի օր ձեզ ուղարկեի մոռացել այդ արտահայտվում են շատերն vocation-շում են դրա տակ չհասկանալով ինքներն իրանք էլ ունեն ինչ-որ տիտղոսներ, չգիտեմ, տիտղոս մարդ ունեցողը պետք է հասկանա, որ ինքը բարեապես խոսքով, մտքով, հոգով պետք է մաքուր լինի ու բարձր անթույլատրելի երևույթների անունը, ուրեմն իրանք դրա հետ կապ չունեն, ձևական վերցրել են տիտղոս կամ ինչ-որ իշխանություն այդ բանում ու վերցում են իրանք բացարձակ օծյալի հետ կապ չունեն, իրանք չեն օծված, որտեղ իրանք էներգետիկ կենտրոնները, եթե իրանք բարոյական նորմեր խոսքով, մտքով, հոգով չեն պաշտպանում, կփակվեն, դա մենք չենք կարող խափենք Աստծուն, էլի, մենք մարդկանց կարանք խափենք, ամբողջին խափենք, մասաներին խափենք, ինչ որ
լավ լուրեր ասելով խափել ոնց որ բոլշևիկները ասեցին հողը տալու են գյուղացուն ոչ մի բան չտվեցին սա մեծ մասը գյուղական մարդիկ էին գնացին հեղափոխություն արեցին հետո ոչ մի բան չստացան դա 2 րոպե ունենք ես խնդրում եմ ամփոփի ինչ մնաց ասելու երևի մեր այս հաղորդումը շարունակենք այս անգամ օցիալի մասին նա օցիալ դասվածային շնորհ հա որը մի հոգի չունի մենք մտածում ենք մենակ Քրիստոսն է դա օցիալը տարբեր կրոներում դա կա որոնք հասնում են այդ մակարդակի եւ դա կարելի նույնիսկ աշխարհիկ մարդն էլ հասնի դրան ասենք թագավոր դառնա որը աշխարհիկ մարդ է կամ ռազմիկը հասնի դրան այսինքն դա մենակ վանական սկզբունքով չի տրվում դա համաընդհանուր սկզբունք է նաեւ այդ օցիալի այդ օծող մերոնի մասին ուզում եմ ասեմ դա հատուկ յուղ է որը իհարկե գաղտնի է մեր այս որ ես այդքան շատ չգիտեմ մեր մերոնը ոնց են սարքում տարբեր նյութերում արևելյան ավելի շատ գիտեմ որտեղ իհարկե գաղտնի ինտրիգենտներ կան որը ինչ է անում որը երբ որ այդ գցում են մեր համապատասխան տեղի ինքը այդ տեղի գեղձերի աշխատանքը լավացնում է գեղձը սկսում է ավելի լավ աշխատել ասենք իրանք գցում են այդ համապատասխան տեղերից կենտրոնը գեղձեր կան այդ յուղը դե ֆիզիկական յուղ է նաև ինքը ինչ որ վրան աղոթում են ուժ ունի նաև ինքը տարբեր քիմիական չէ բույսերից եւ յուղերի միացությունն է որ տարբեր 7 տեսակի յուղ 7 տեսակի բույս եւ այլ միացությունն է դրանց որը այդ արևելյան էլ յոգերի մոտ օգտագործում են որը գեղձը սկսում է ակտիվանալ շատ ուժեղ ինքը արտադրանք ասենք օրինակ այս աճարային գեղձը մարդկանց մոտ չորանում է որ դեռ սկսում է ակտիվանալ նաև այդ օցիալ յուղը հատուկ ինքը յուղա, ասենք այդ մերանը ուղակի տենց մերան չի դարերով ոնց որ աստծուց տված ինչ-որ շնորհ է, որ գտել են այդ ոնց անեն, որ մարդուն ակտիվան։ Բայց դա սովորական մարդուն վրա չեն գցում ու չի կարելի։ Դա մենակ տեխնացուներին ովքեր կարան օցիալ դառնալ։ Բարի ցավոք մեր եթերաժամը այսօր քիչ էր, հաջորդ անգամ կշարունակենք, որտեղ ինձ էլ հետաքրքրեց հատկապես վերջի մասը։ Ես հիշեցնեմ, որ վերելք հաղորդաշարը հյուրընկալել էր Տարդատ Դոնիկյանին։ Մինչ նոր հանդիպում։